Եթե դու YouTube-ում չես աճում, շատ հավանական է, որ խնդիրը ալգորիթմը չէ, դու ուղղակի անում ես մի քանի կարևոր սխալներ, որոնք քեզ կանգնեցնում են։ Շատ մարդիկ սկսում են YouTube մեծ մոտիվացիայով, դնում են առաջին վիդեոները, սպասում են արդյունքի, բայց երբ views չեն գալիս, սկսում են մտածալ, որ YouTube-ը իրենց համար չէ։ Իսկ իրականում խնդիրը շատ պարզ է, նրանք չեն հասկանում, թե ինչպես է աշխատում համակարգը։ Այս վիդեոյում ցույց կտամ 5 ամենատարածված սխալները, որոնք անում են սկսնակները, եւ եթե դու դրանք ուղես, քո աճը կարող է շատ արագ փոխվել։ Առաջին սխալը անկանոնությունն է։ Եթե դու այսօր վիդեո ես դնում, հետո մի քանի օր ոչինչ չես անում, հետո նորից մի բան ես upload անում, YouTube-ը քեզ լուրջ չի ընդունում։ Ալգորիթմը սիրում է active creators։ Երբ դու պարբերաբար կոնտենտ ես տեղադրում, YouTube-ը սկսում է հասկանալ, որ դու serious ես եւ ավելի շատ մարդկանց է ցույց տալիս քո վիդեոները։ Լուծումը շատ պարզ է, պետք չէ ամեն օր 10 վիդեո դնել։ Սկսի փոքրից, բայց կայուն։ Օրինակ շաբաթը 2-3 վիդեո կամ ամեն օր 1 shorts, բայց ամենակարևորը consistency պահելը։ Երկրորդ սխալը՝ չունես կոնկրետ թեմա։ Շատերը անում են ամեն ինչից մի քիչ, այսօր fact, վաղը vlog, մյուս օրը game։ Արդյունքում YouTube-ը չի հասկանում քո կոնտենտը ում համար է եւ չի կարողանում ճիշտ մարդկանց ցույց տալ քո վիդեոները։ Եթե ուզում ես աճել, պետք է ընտրես մեկ ուղղություն, օրինակ կրթական կոնտենտ, YouTube growth, money թեմաներ կամ entertainment եւ մնաս դրա մեջ։ Սա օգնում է, որ ալգորիթմը քեզ ճիշտ audience-ին տա, իսկ մարդիկ հասկանան ինչի համար են քեզ follow անում։ Երրորդ սխալը՝ վատ thumbnail եւ title-ն է։ Դու կարող ես ունենալ շատ լավ վիդեո, բայց եթե thumbnail-ը չի գրավում ուշադրությունը, մարդիկ պարզապես չեն սեղմի։ YouTube-ում առաջին քայլը քլիկն է, եթե քլիկ չկա, ոչ մի growth չի լինի։ Լավ thumbnail-ը ցելինի բարձ, հակադրությամբ, հստակ զգացմունքով եւ հետաքրքրություն առաջացնի։ Title-ը պետք է լրացնի thumbnail-ը եւ ստիպի մարդուն մտածել։ Սա պետք է նայեմ։ Չորրորդ սխալը թույլ սկիզբն է։ Շատերը սկսում են վիդեոն «Բարև ձեզ, այսօր խոսելու ենք» նման ձևով, եւ այդ պահին արդեն viewer-ը դուրս է գալիս։ Առաջին 3-5 վայրկյանը ամենակարևոր մասն է։ Դու պետք է սկսես այնպես, որ մարդը կանգնի ու շարունակի նայել, հարցով, շոկային փաստով կամ ուժեղ խոստումով։ Եթե սկզբում կորցնում ես մարդում, հետո արդեն ուշ է։ Եվ 5-րդ ամենավտանգավոր սխալը շուտ հանձնվելն է։ Շատ մարդիկ կանգնում են 100 կամ 200 բաժանորդի վրա եւ մտածում են, որ չի ստացվում։ Բայց իրականում հենց այդ փուլն է ամենակարևորը։ YouTube-ում աճը սկզբում դանդաղ է, հետո հանկարծ արագանում է։ Եթե դու շարունակես, փորձես, վերլուծես քո վիդեոները եւ ամեն անգամ մի փոքր ավելի լավը դարձնես կոնտենտը, արդյունքը անպայման կգա։ YouTube-ը բախտի խաղ չէ, սա համակարգ է, եւ եթե դու խուսափես այս 5 սխալներից, քո աճը կսկսի փոխվել։ Եթե ուզում ես սովորել, թե ինչպես աճեցնել ալիքդ 0-ից մինչև մոնետիզացիա եւ իրական եկամուտ ստանալ, subscribe արա Content Academy AM։ Այստեղ մենք միասին կառուցում ենք ուժեղ YouTube ալիքներ։